վերահսկողական թույլ մեխանիզմների առկայության պատճառով, մասնավորապես մի շարք բանկերում, անձինք զրկվել էին իրենց դրամական միջոցներից, եւ եթե կհիշեք, այդ անձինք նաեւ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում կենտրոնական բանկի դիմաց եւ գլխավոր դատախազության շենքի դիմաց եւ շատ ողջամիտ փաստարկներ էին ներկայացնում, որ իրենք օրինակ ժամանակին հնարավորություն չեն ունեցել վարկ ստանալու, բայց ինչ որ մեքենայությունների պատճառով, այդ թվում թվային գործիքների ոչ պատշաճ պաշտպանվածության պատճառով այլ անձինք կարողացել են իրենց անուններով վարկեր ձևակերպել եւ ինչն ամենակարևորն է, այս անձինք որևէ ազդեցություն չեն ունեցել, այսինքն որևէ տվյալ որևէ մեկին չէին փոխանցել, որևէ հղումով չէին գնացել եւ այս հանգամանքը հաշվի առնելով ես միջնորդագիր եմ ուղարկել կենտրոնական բանկի նախագահին եւ բացի այդ մի քանի անգամ քննարկումներ ենք ունեցել բանկերի միության հետ եւ այս բոլոր վարույթներով տուժողներ են ճանաչվել բանկերը, չնայած բանկային համակարգը սրա հետ համաձայն չէր, իրենք պնդում էին, որ այս առումով իրենք տուժող չեն, իրենք միևնույնն է պետք է այդ վարկային միջոցների տրամադրման արդյունքում կարողանային իրենց եկամուտները գեներացնեն, բայց իրավապահ մարմինը այլ կարծիքի էր եւ այս քաղաքացիների իրավունքների պաշտպանության նկատառումներից ելնելով մենք բանկերին միջնորդագրեր ուղարկեցինք, պահանջելով որպեսզի իրենց անվտանգության սիստեմները կարգի բերեն եւ դրա արդյունքով մի քանի ամիս հետո բոլոր այն անվտանգության խոցելի կետերը, որոնք կային այս բանկերում, կարծես թե վերացվեցին, առնվազն գոնե մեզ էլ չի հանդիպել նմանատիպ սխեմայով կատարված մեքենայություն կամ խարդախություն, իսկ մնացած բոլոր դեպքերը, որոնց մասին դուք եք նշում, ցավոք սրտի քաղաքացիների ոչ պատշաճ թվային գրագիտության պատճառով է, քանի որ իրենք են տրամադրում որոշակի կոդեր, որոշակի հղումներով անցումներ են կատարում։ Այս հարցի լուծումը մասնակի է կախված բանկերից։ Մենք միջնորդագրի մեջ նաև առաջարկել ենք բանկերին, որպեսզի լրացուցիչ աշխատակիցներ ունենան, ովքեր լրացուցիչ հեռախոսազանգերով կկարողանան օրինակ ճշտումներ կատարել տրանզակցիաների հետ կապված, բայց դե պարզ է, որ բոլոր տրանզակցիաների պայմաններում սա հնարավոր չի իրականացնել։ Քննության տեսանկյունից գլխավոր դատախազությունը վերջին 1 տարվա ընթացքում առանձին միավոր է ստեղծել հենց գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչությունում, որը զբաղվում է բացառապես կիբերհանցագործություններով եւ մեր մասնագիտացված դատախազները անընդհատ մասնակցում են բոլոր այդ թվում արտասահմանում կազմակերպվող, այդ թվում օնլայն կազմակերպվող սեմինարներին ու վեբինարներին, որպեսզի տեղյակ լինեն այդ թվում դարքնեթում կիրառվող գործիքների եւ դրանց քննության վերաբերյալ նշեմ, որ այս առումով վերջին տարիների եւ կարելի ասել վերջին ամիսների վիճակագրությունն է նույնիսկ փաստում, որ քննության որակը փոխվել է։ Այսքանը, եթե ձեզ կոնկրետ հաղորդման էջն է անհրաժեշտ, կարող եմ նշել, որտեղ կարող եք լրացուցիչ կարդալ։ Արձագանք։ Շնորհակալություն։ Այդուհանդերձ այն դեպքում, երբ որ իրենց քաղաքացիները կորուստներ ունեն ֆինանսական իր այսպես կոչված թվային ագրագիտության պատճառով կամ ինչ-որ տվյալներ տալիս, բոլոր դեպքերում, եթե ունեք տեղեկատվություն կամ ինֆորմացիա ունեք այդ իմաստով, այդ քաղաքացիների կորուստները ինչ-որ ձևով վերականգնել հնարավոր է, ասենք փոխհատուցում, թե չկա այդպիսի բան, չի նախատեսվում։ Եթե ձեր նշած Հայաստանից բացի, որտեղ իրենց մետաստազներ ունեին, քանիսն են բանտում, շնորհակալություն։ Շնորհակալություն, ձեր կողմից նշված հայտարարության վերաբերյալ կամ հայտարարության հիման վրա կամ այդ հայտարարության հետ կապված որևէ հաղորդման փաստով նախաձեռնված քրեական վարույթ առկա չէ, կամ առնվազն ով որ ենթադրում եմ ցանկություն կունենա նման հաղորդում ներկայացնելու դեռևս չի ներկայացրել, բայց մենաշնորհների հետ կապված եւ կազմակերպված հանցավորության մասով տարբեր դրվագներով դատարան ուղարկված վարույթներով, ոչ միայն ներմուծման եւ արտահանման հետ կապված, այլև տնտեսական գործունեության հետ կապված, մենք ունենք մեղադրանքներ, որոնք դատարան են ներկայացված։ Կոնկրետ ձեր կողմից նշված հայտարարության հետ կապված, կոնկրետ հայտարարության հետ կապված քրեական վարույթ չունենք եւ ես չեմ կարող ենթադրել, թե ինչ բովանդակություն ունի ձեր հարցադրումը, բայց վստահաբար մենք ունենք դատարան ուղարկած վարույթներ, այդ թվում տնտեսական գործերով, որտեղ որ կազմակերպված հանցավոր սխեմաների մասին է խոսքը գնում եւ այդ վարույթները նաեւ տնտեսական գործունեության հետ են կապված։ Այդ մեղադրանքները վերաբերում են նաեւ տարբեր ընկերություններում մասնաբաժինները ապօրինի եղանակով այլոց կներեք բառից համար այլ անձանցից խլելու դեպքերին։ Որոշակի գործիքակազմով ու վարչարարությամբ
բիզնես գործունեությանը միջամտելու դեպքերին։ Դրանք բոլորը, ինչի եմ ասենց ազատ ու հանգիստ ասում, որտեղ դրանք բոլորը դատարան ուղարկած վարույթներ են, եւ ինչն է հետաքրքիր, այդ վարույթներով մենք ունենք մեղադրանքներ, որոնք վերաբերում են կազմակերպված հանցավոր վարքագծին, այսպես ասած համակարգային դրսևորմանը եւ դրանց հաջորդած փողերի լվացման մեղադրանքներին։ Ուստի, եթե ձեզ հատ վարույթներն են հետաքրքրում, կարող եք մեզ գրավոր հարցում ուղարկել, մենք սիրով բոլոր վարույթները ձեզ կուղարկենք եւ կնշենք, թե որի դատաքննությունը որ դատարանում երբ է։ Կարող եք հետևել։ Արձագանք։ Իսկ գլխավոր դատախազ շատ པարզ պատասխան ունի, որովհետև այդ դեպքում մենք ոչ թե ուղղակի པարզ գործողություն ենք անում, մենք բառից բուն իմաստով էլի կանդրադառնամ մաֆիայի դեմ ենք պայքարում։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, բառից բուն իմաստով այո, այդ մաֆիան, եթե ներհասթանյան լիներ միայն, դեռ ոչինչ, բայց այդ մաֆիան երբեմն ունի այլ տեղերում այլ ճյուղեր։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այս ամբիոնից, որ գործել է մաֆիա, կազմակերպված հանցագործության երևի բարձրագույն աստիճանը։ Իմ հարցս հետևյալն է, կոնկրետ այդ մաֆիայի դեմ կա հարուցված քրեական գործ, կան մեղադրյալներ, որոնք այսպես գրված են, այս մարդիկ եկել են հանցավոր համաձայնության, Հայաստանի ներսում, Հայաստանից դուրս, ստեղծել են մաֆիա, եւ այդ մի ամբողջական ինչ-որ մի գործ կա թե չէ, որ մենք հասկանանք Նիկոլ Փաշինյանը հայտարարություն անում, չէ՞, պետք է ընդհանրել, որ եթե գործադիր մարմնի ղեկավարն հայտարարություն անում, ինքը հիմքեր պետք է ունենան։ Այդ հիմքերը դուք տրամադրել եք Նիկոլ Փաշինյանին, թե չէ։ Այդ մաֆիայի մասին մի երկու բան ասեք։ Գդելյանն եւ Իվանովը բամբակի մաֆիան բացահայտեցին Ուզբեկստանում, այդ այնց մաֆիա Հայաստանում կա թե չէ։ Շնորհակալություն։ Ձեր նշած պարզունակ սխեմով հնարավոր չի պատասխանել այդ հարցին, որովհետև մենք ֆիլմի սցենար չենք նկարում, մենք կոնկրետ քրեական վարույթներ ենք քննում եւ ես նշեցի, հիմա դուք փորձում եք ամեն կերպ սադրել ինձ, որ ես սկսեմ ձեզ անուններ նշել, բայց այդ անունները բոլորի համար են պարզ եւ մենք էլ պարբերաբար հրապարակում ենք։ Այո, մենք ունեցել ենք այդ թվում տնտեսական գործունեությանը միջամտող հանցավոր կազմակերպված վարքագիծ, որոնց վերաբերյալ վարույթները գտնվում են դատարանում։ Այդ թվում նախկին պաշտոնատար անձանց, պաշտոնատար անձանց հետ խնամիական կապերի մեջ գտնվող անձանց, նախկին անձանց հետ հարազատական կապերի մեջ գտնվող անձանց, այո, որոնք այդ գումարները դուրս են բերել Հայաստանի Հանրապետության տարածքից, ներդրել են արտասահմանյան երկրներում, որոնք ունեցել են արտասահմանյան գործընկերներ, որոնք այդ երկրներում մի շարք դեպքերում եւս հանցավոր սխեմաների մեջ ներգրավված են եղել։ Այո, դրանք բոլորը մեր ամենօրյա աշխատանքի մաս են ու մենք անընդհատ դրա մասին հրապարակումներ ենք անում, ես հիմա ավարտում եմ։ Իսկ կոնկրետ որպեսզի ես կարողանամ գամ այստեղ ֆիլմի սցենարի պես պատմեմ ձեզ, ցավոք սրտի դա